Ես հիշում եմ մի 6-7 տարի առաջ, երբ որ ես նոր սկսեցի խոսել, թե որպես բիզնես, հանդիպել եմ մոտավորապես, ասեմ, 150 բիզնես ներկայացուցչության հետ, այսինքն ղեկավարների, C-level։ Եվ երբ որ ես խոսում էի, որ կանություն, կանաչ տնտեսություն, ինչ թափոններ, ինչ պետք է անել որպես պատասխանատու բիզնես նմանատիպ հարցերի մասին, իրականում շատերը կարելի ասել 80%-ը զարմանում էին, թե ինչի եմ ես հիմա այս հարցը բարձրացնում, հաշվի առնելով, որ իրականում իրավական դարձը ոչինչով չէր, այսինքն ստիպում, որպեսզի ինչ-որ պրոցեսներ եւ պատասխանատվություն լինի, բիզնեսների կողմից եւ մյուս կողմից իհարկե շրջակա միջավայրի վրա մենք հասկանում ենք, որ բավականին մեծ ոչ դրական, բացասական ազդեցություն են ունենում որպես բիզնեսներ։ Այդ իսկ պատճառով կանաչ տնտեսություն, շրջանաձև տնտեսություն, դա բոլոր կարելի է ասել այն հատկանիշներն են եւ կարեւորագույն ուղղություններն են, որտեղ մենք որպես բիզնես միավորներ պատասխանատու ձևով պիտի համագործակցենք։ Մենք ռիսկային հենց գոտում ենք գտնվում, որը շատ, այսինքն եթե մենք այսպես շարունակենք, մենք ինչ-որ մի 10-15 տարուց իրական ջուր չենք ունենալու։ Ես ուրախալի եմ լսել, որ բնականաբար արդեն կան կազմակերպություններ, անհատներ, որոնք հասկանում են այդ խնդիրը եւ որդեգրելով քաղաքականությունը իրականացնում են։ Մենք մի հատ շատ լավ tagline ունենք, Coca-Cola-ում ասում է the better is the society, the better is the business։ Ինչքան դու համայնքին ավելի բարեկեցիկ է համարվում, դու ներդնում ես կատարում համայնքին, իսկ դա իհարկե չի գնում, առանձին բնապահպանական բոլոր կանոնների զատ, այդքան ավելի զարգացած է քո տնտեսությունը, քո համայնքը, այդքան ավելի լավ է քո բիզնեսը աշխատում։ Կանաչ տնտեսությունը դա նոր վարքագիծ թելադրող համակարգ է եւ մենք ղեկավարներս քանի որ սովոր ենք համակարգերի կառավարման հետ աշխատել, սա էլ մի համակարգ է, որը պետքա մյուսին էկո համակարգին չխանգարի եւ այդ սիմբիոզի մեջ ինքը պետքա իրան դրսեւորի առավելագույնս էֆեկտիվ, մոտիվացիոն, արդյունք տվող եւ ես սրա հիմքում կրկին անգամ վերադառնում եմ գաղափարին, դնում եմ վարքագիծը։ Վարքագիծը սկսած ամենապրիմիտիվ կենցաղային երևույթներից, ամենապրիմիտիվ սովորույթների փոփոխություններից, սիգարետի սովորույթը չնետելուց, չգիտեմ մնացած ամեն ինչից, այն ինչը որ պետքա վերի հետո տնտեսության զարգացմանը, որտեղ այս առումով ինչքան էլ մենք նորամուծություններ, որպես ֆինանսական կառույցներ, նորարարություններ մտցնենք այս դաշտում, եթե վարքագծային փոփոխություն չկա, մեր անելիքները շատ ցածր օգեգ են։ Մենք նպաստում ենք, որ այնպիսի սարքավորումներ, այնպիսի տեխնոլոգիաներ ներմուծենք, որոնք հնարավորինս պիտի նպաստեն այդ մինիմիզացմանը, թե թափոնների, թե էներգիայի խնայողության եւ թե կանաչ տնտեսության մասին առհասարակ։ Եվ էկոլիզինգ ենթաբրենդը, որը ARM-Leasing-ում մենք ներմուծել ենք, հենց այդ նպատակն է հետապնդում։ Կան օրինակ ուղղություններ, որոնք լրիվ նոր են մեզ համար, օրինակ երկրորդային հումքի վերամշակման սարքավորումների լիզինգը, որը անմիջապես հենց էկոլիզինգի առարկա է եւ մենք այստեղ հիմա մի քաղաքականություն ենք որդեգրել նաեւ, որ պարտադիր կերպով պետք է ունենանք ապագայում մեր մատակարար ընկերությունների մոտ ինչ որ green կատալոգներ, որոնք որ պետք է պարտադիր լինեն եւ իրենք պետք է ցույց տան, որ իրենց ներկայացվող սարքավորումների ցանկում 1-2 այնպիսի սարքավորումներ ունեն, որոնք որ էներգախնայող են, որոնք նպաստում են շրջակա միջավայրի ուրեմն ջախտոտմանը եւ միաժամանակ անդրադարձ անելով նաեւ լիզինգատուների ասոցիացիային, այստեղ մեծ աշխատանք ենք նաեւ տանում կենտրոնական բանկի հետ այս պահին, որպեսզի կարողանանք մոտիվացնել նաեւ այս առումով մնացած ֆինանսական կառույցներին, որ այն ուրեմն տրանզակցիաները, որոնք որ մենք ֆինանսական իրականացնում ենք, ունենան որոշակի առավելություն, արտոնություն։ Հիմնական մոտեցումը այն է, որ ոչ միայն պետք է կոնկրետ ռեսուրսը խնայենք, այն ռեսուրսը, որից մենք օգտվում ենք, դա լինի այդ կուլտուրաները, որ մշակում են, դա լինի ջուրը, այլ գրուպը նայում է ընդհանրապես ամբողջ տարածքին տեղուախ ասվածը եւ դա իր մեջ պարունակում է բավականին մեծ կոմպլեքս, դա եւ բնությունն է, դա եւ հողն է, դա եւ միջատներն են եւ խոտած աչքերն է, ջրային ռեսուրսները, այսինքն
այդ ամբողջ կոմպլեքսը մեր համար մենք չենք առանձնացնում կոնկրետ ջուրը կամ կոնկրետ խաղողը, հա, մեր պարագայում մեր համար այդ ամբողջ միջավայրը կարևոր է։ Գինու թորման ընթացքում որպեսզի ստանանք սպիրտ, ջուր է օգտագործում եւ նաեւ գոլորշի եւ այդ ջուրը վերաշրջանառվում է։ Տեխնոլոգիապես, քանի որ ջերմաստիճանը բավականին բարձր է, այդ ցիկլը գնում է, սառեցվում է եւ հետ է գալիս նորից նույն process-ը ապահովելու համար, ու դա անընդմեջ։ Այդ համակարգը կոչվում է փակ շրջանառության համակարգ, ինքը հիմնականում միտված է ջրի խնայողությանը։ Երևի թե 3 տարվա մեջ տենց ստատիստիկայով, ասենք նորմայից 75% խնայողություն ունենք հենց բուն ջրի, բայց այդ նախագիծը ուներ նաև երկրորդ փուլ, հայերեն չգիտեմ, բայց վալորիզացիա, երբ որ այդ նույն ջուրը օգտագործվեց նաև ջեռուցում ապահովելու օֆիսային եւ այլ արտադրամասերի տարածքներում, այսինքն երկու առավելություն ունեցանք, նա գազի ծախսը կրճատվեց, որպեսզի այդ տարածքները ջեռուցենք, եւ երկրորդը ջուրը նվազեցնելու համար ջերմաստիճանը ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործեց, այսինքն այդտեղ նաեւ բացի ջրից ունեցանք CO2-ի կրճատում։ Կան մարդիկ, հիմնականում քաղաքաբնակներ, ովքեր որ ցանկություն են գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ չեն կարողանում զբաղվել, եւ ամեն ինչի հիմքը սկսեց հենց սրանից։ Գյուղերում շատ հաճախ կարող ես նկատել, որ շատ գյուղացիներ ժամանակ չունեն զբաղվելու ինչ-որ այգիների մշակմամբ եւ կան այգեպաներ, ովքեր որ ըստ ծառերի շարքերը խնամում են, բուժում են, պարարտացնում են, հետո բերքը հավաքում են, վերցնում են ինչ-որ գումար իրենց կառավարման համար եւ մնացածը շարքի տիրոջն են վճարում։ Մոդելը սկսվեց սրանից, միջազգային փորձը մենք ներդրել ենք Հայաստանում, տեղայնացրել ենք, ստեղծելով այս հարթակը, որտեղ կանոնը շատ պարզ է։ Կարող ես գնել ծառ, կատարել ներդրում, ընդ որում նշեմ, որ մեր քաղաքացիական օրենսգրքի համաձայն ծառը կամ բազմամյա տնկարկը դա նույնպես անշարժ գույք է, եւ գնելով ծառ, ուղղակի թողնում ես բերքի եկամուտից կառավարման փողը կառավարող այգեգործական ընկերությանը կամ գյուղատնտեսական ընկերությանը եւ ստանում ես քո եկամուտը ծառից։ Սովորաբար գյուղերում մարդիկ բացում են այդ ջուրը ջրանցքից դեպի իրենց այգիները, գնում են իրենց գործերով, երեկոյան գալիս են, փակում են ու այս տրամաբանության մեջ այն համակարգը, որը մենք ստեղծել ենք Գերայում, դա հենց շրջանաձև ջրօգտագործման համակարգն է։ Մենք միակ եւ առաջին ընկերությունն ենք Հայաստանում, որը ուղղակի Արաքսից վերցնում է ջուր։ Շատերը երևի չգիտեն, Արաքսի 50%-ը ջրերի պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, մեր սահմանային հատվածներում եւ այդ 50%-ի շուրջ 40%-ն է օգտագործում պետությունը։ Այսինքն 60%-ը հոսում գնում է։ Մենք իհարկե սա պետական քաղաքականության խնդիր է մի քիչ ավելի շատ, բայց մենք գտանք այդ բանալին, ինչպես պետք է վերցնել Արաքսից ջուրը, դա շատ բարդ ճանապարհ էր։ Թուրքերի հետ բանակցություններ, միջպետական համաձայնագրերի ուսումնասիրություն, ռուսական կողմի հետ բանակցություններ, բայց հասանք նրան, որ մենք այսօր ջուրը վերցնում ենք Արաքսից, այն ամբողջությամբ մղվում է դեպի մեր ջրամբարները արևային էներգիայով, եւ մենք օգտագործում ենք կոնկրետ եռանախագծում 300 հեկտար այգին ջրելու համար այնքան ջուր, ինչքան սովորական գյուղացիական տնտեսությունը օգտագործում է 5 հեկտար այգին ջրելու համար։ Այսինքն մենք շուրջ 60 անգամ խնայում ենք ջուրը, ջրի օգտագործումը եւ ըստ էության որևէ վնաս չենք պատճառում բնությանը։